Բարի լույս, եթերում առավոտը շանթումն է, այսօր մարտի 11-ն է, օրը 3 շաբթի։ Գարունը սկսվել է, մնում է չավարտվի, որովհետև գիժ մարտ է, հիմա տաք է, բայց ասում են միգուցե, լավ, վատ բաներից չխոսենք, միգուցե նաև չգա էլ ձմեռը և ձմեռը հանձնվի և գարունից հետո, ինչպես որ կարգն է, գա օրինակ ամառը։ Իսկապես այսօր մարտի 11-ն է և այսօր շատ մեծ իրադարձություն է տեղի համար ունեցել բոլորիս համար, բոլորս ովքեր իրենց հայ են համարում, որտև այսօր հայերեն առաջին տպագիրի աստվածաշնչի 358-ամյակն է։ Այո, գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ստանձնում է Աստվածաշնչի հայերեն թարգմանության գործը, սկսելով այն առակաց գրքից։ Ըստ Մովսես Խորենացու ամբողջ Սուրբ Գիրքը թարգմանվել է Սամոսատում, իսկ տպագրվել է առաջին անգամ 1666 թվականի մարտի 11-ին Ամստերդամում ոսկան երևանցու կողմից։ Աստվածաշնչի հայերեն բնագիրն առայժմ ունեցել է 10 ամբողջական հրատարակություն։ Առաջին անգամ 1666 թվականին ոսկան երևանցու կողմից Ամստերդամում և 10-րդը Վիեննայում 1929 թվականին։ Ասում են, բայց ամենահայտնին և ամենամոտիկն է բնագիրին հենց 1805 թվականի թարգմանությունը, դա է օգտագործում մեր եկեղեցուց, դա են ուսումնասիրում գիտնականները, շատ կարևոր է ասել, որ մենք թարգմանել ենք բնագրից Աստվածաշունչը, դա էլ է շատ կարևոր։ Մի խոսքով դուք կարող եք փնտրել, գտնել Աստվածաշունչը, եթե կարող եք գտնել այն թվերի տպագրությունները շատ ավելի լավ, չնայած կարծում դժվար թե չէ։ Թարգմանությունները հնարավոր է։ Չէ, նայ, 1805 թվականի տպագրված Աստվածաշունչը ըստ երևույթի ինչ որ մարդկանց տներում միգուցե գոյություն ունի, տատիկներից, մեծ տատիկներից, պապիկներից մնացած և անպայման չի հենց 1805 թվականին տպագրված լինի։ Դա 1805 թվականի կատարված թարգմանությունն է կամ վերատպագրությունը, կարող է մի քիչ ավելի ուշ արված լինի, մինչև 1929 թիվ, դա է նախավերջին 1805-ը և առհասարակ կարդացեք Աստվածաշունչ, դա մաքրում է հոգին և չենք մոռանում, որ հիմա մեծ պահք է և Աստվածաշունչ կարդալ պետք է։ Իսկ մենք շարունակենք մեր եթերը ասելով, որ այսօր ունենալու ենք հետաքրքիր հյուրեր, սպորտային հյուրեր ենք ունենալու ենք նաև հետաքրքիր զրույց միամսյակի հետ կապված, խոսելու ենք կին տղամարդ տարբերությունների մասին, հարաբերությունների մասին և այլն, ու միասին սկսում ենք մեր առավոտը ուղիղ եթերում, հետաքրքիր ինֆորմատիվ եթերով լեցուն։ Այս պահին երաժշտություն Շանթի եթերում, մնացեք մեզ հետ, ամեն ինչ նոր է սկսվում։ Վերադարձանք և շարունակենք խոսել տաք գարնան մասին։ Եղանակը շարունակելու է էլ ավելի տաքանալ և գարունը իսկապես մոտենում է իր պիկին, իր բարձրությանը, որովհետև եղանակի տեսության օդերևութաբաններն ասում են, որ բարձրանալու է ջերմաստիճանը 5-ից 8 աստիճանով ևս և ցերեկը +18-ից 20 աստիճան է լինելու։ Իդեպ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Դե լավ է, որ այդպես է եղանակը, մնում է նորից եմ ասում, չցրտի, որովհետև չմոռանանք, որ դեռ գոյություն ունեն կենդանային պառավի ուլերը, իսկ նրանք գիտենք, թե ինչ պետք է լինեն վերջը։ Ի տարբերություն օդի ջերմաստիճանի, տիեզերական եղանակը այդքան էլ բարեհաճ չէ։ Մարտի 10-ից 16-ը իրար կհաջորդեն տարբեր ուժգնության մագնիսական փոթորիկներ։ Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր եղանակի նկատմամբ ունեն զգայունություն, նրանք կարող են իրենց վատ զգալ և առողջական որոշակի վատ թարացումներ ունենալ։ Թեև մասնագետները պնդում են, որ Արեգակի բռնկումների բուռն շրջանն ավարտվել է, բայց փորձը ցույց է տալիս, որ մարտ ամսին Արեգակն ավելի ակտիվ է, քան տարվա մյուս ամիսներին։ Ինչ-ինչ պատճառներով, ըստ երևույթի նաև այդ իսկ պատճառով է, որ մարտը անվանում են գիժ մարտ։ Լավ, Արեգակին հանգիստ թողենք, Արեգակի վրա ոչ մի կերպ չեն կարողանում ազդել, եղանակի վրա կարողանում ենք ազդել ցավոք սրտի, բայց հուսանք, որ մարդկությունը կխելոքանա և էլ ավելի ուշադիր կվերաբերվի երկրագնդին, որովհետև դրանից կախված է մեր և մեր ապագա սերունդների կյանքը։ Ինչ ենք անում հիմա, եղանակի տեսություն։ Եղանակի տեսություն եթերում, որից հետո կունենանք շատ հետաքրքիր և ուրախալի սպորտային լուրեր։
Չգիտեմ, տեսակ երկրագնդի վրա Ալբանիան, թե չտեսակ, Ալբանիայից լավ լուրեր ունենք, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը, մշամարտի արդեն ազատ ոճի մարզիկները ավարտեցին, իրենց ելույթները տարիքային սահմանումը 23 տարեկան, ունենք 3 մեդալ, 1 բրոնզե, 1 արծաթե եւ 1 ոսկե, բրոնզե մեդալակիրը դառ է Խաչատուր Խաչատրյանը, շնորհավորում ենք նրան 125 կիլոգրամ Կնյասի Բոյանը ցավոք սրտի եզրափակիչում պարտվեց եւ ունենք արծաթե մեդալակիր եւ ունենք չեմպիոն շնորհավորում ենք իհարկե Լովիկ Միքայելյանին, որը 61 կիլոգրամ քաշում դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող Եվ իդեպ հաղթեց ադրբեջանցի մարզիկին, ինչն էլ ավելի ուրախալի է մեզ համար։ Մարզիկները սովորաբար ասում են, որ իրենց համար տարբերություն չկա, բայց իհարկե մեր համար ըստ երևույթի կա։ Շնորհավորում ենք մեր տղաներին, բրոնզե, արծաթ եւ ոսկե մեդալ եւ դեռ դուրս են գալու գորգ իհարկե հունահռոմեական ոչի իմբիշները, մաղթում ենք նրանց հաղթանակներ, եթե խոսեցինք մշամարտի մասին, այսեմ, որ այսօր լեգենդար մշամարտիկի ծննդյան օրն է, որը որ մի քանի օր առաջ ցավոք սրտի մահացավ, Սայթիևի մասին է խոսքը, Բույվասարայ Սայթիևի մասին 3 անգամ դարձել օլիմպիական չեմպիոն եւ իսկապես լեգենդար մարզիկ է, 6 անգամ աշխարհի չեմպիոն, 7 անգամ Եվրոպայի չեմպիոն, մարդ, որը որ իրենց հետո թողել է մարզիկներին, այսօր կդառնար 50 տարեկան, մի քանի օր չկարողացավ ապրել ցավոք սրտի, բայց նրա այսպես ասած ոճը մշամարտի կմնա մեր սրտերում եւ մեր հիշողության մեջ եւ ես այսօր խոսում եի հենց դրա մասին, որ ցավոք սրտի շատ ու շատ երիտասարդ մարզիկները չեն կարողանում այնպես դուրս գան գոտի եւ այնպես պայքարել, ինչպես դա անում էր հենց Սայթիևը։ Սովորեք մեծերից եւ ամեն ինչ ել ավելի լավ կլինի։ Մենք շարունակենք սպորտային թեմայով խոսել եւ ասենք, որ Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին եւս սկսել է պայքարն աշխարհի առաջնությունում 60 կիլոգրամ քաշային Էլիդա Քոչարյանը 1/16 եզրափակչում վստահ հաղթանակ տոնեց ռումինացի մարզիկի նկատմամբ։ Եվ մտավ 1/8, այո, իդեպ պետք է ասել, որ մարտի 8-ին է բացվի այդ ամենը առաջնությունը կանանց, որը Նիշ քաղաքում է Սերբիայի ուրեմն անցկացվում։ Մենք ունենք 4 մարզուհի, որոնք որ ներկայացնում են Հայաստանը, Եկատերինա Սիչովան, Անուշ Գրիգորյանը եւ Սոնա Հարությունյանը։ Ցավոք սրտի չգիտեք Եկատերինա Սիչովան ինչով է ավարտել իր մենամարտը 3 եւ մաղթենք բոլոր մեր աղջիկներին հաջողություն եւ հաղթանակներ։ Պարտվել է։ Այո։ Ցավոք սրտի, այո։ Այ դրա համար էս լեզուս չէր պատտվում, որ ասեի պարտվել է։ Տավ, ուրեմն հույսներս դնենք ուրեմն ով մնաց։ Անուշը, Սոնան եւ Էլիդան։ Դե ինչ, մաղթում ենք աղջիկներին հաղթանակներ։ Մենք անցնենք առաջ եւ գնանք գովազդ դիտելու ու վերադառնանք։ Սպորտային զրույց այսօր դեռ կունենանք, որտեղ մեր տաղավարում կլինեն մարզիկներ, շատ հետաքրքիր թեմաներից եք խոսելու, Երևանում սպասվում է հերթական մեծ միջազգային մրցաշար։ Մնացեք մեզ հետ գովազդ շանթի եթերում։ Վերադարձանք գովազդից հետո եւ արդեն ասացինք, որ մեծ տոն է սպասում մեր երկրում եւ փաստորեն արդեն իմացանք, որ Հայաստանում սպասվում է խառը մենամարտերի հեղինակավոր մրցաշար, որի համար Հայաստանը արդեն մեկնարկել, ժամանել է Ֆրանսիայի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, քիքբոքսինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ստեֆան Կարբերան, նա այստեղ է եւ մեր տաղավարում են նաեւ Վարդան Մնացականյանը, Mix Fight հայկական ֆեդերացիայի նախագահը, Սպարտակ Ծատուրյանը, Mix Fight հայկական ֆեդերացիայի մրցավարական անձնակազմի ղեկավարը եւ Հրաչ Ազիզյանը, Mix Fight հայկական ֆեդերացիայի փոխնախագահը։ Բարի լույս։ Նշեմ նաեւ, որ Սենյոր Կարբերան WKA-ին քիքբոքսինգի միջազգային ֆեդերացիայի նախագահն է, բարի լույս բոլորին։ Բարի լույս։ Buen días. Gracias. Ամենը փաստորեն խոսել։ Փաստորեն։ Так, նախ եկեք սկսենք նրանից, թե ինչ մրցաշար է, երբ է տեղի ունենալու եւ ինչքանով է նա միջազգային։ Բարև ձեզ, նախորդ շնորհակալություն։ Յուր
հրավերի համար։ Մրցաշարը լինելու է մարտի 30-ին Դինամոյում, Հայաստանի հավաքականը ընդդեմ Հունաստանի հավաքականին, լինելու է 4 պրոֆեսիոնալ մենամարտ, դրանից բացի սուպերֆայթ է լինելու 8 մենամարտ, ընդհանուր 12 մենամարտ է լինելու, համ MMA, համ kickbox մարզաձևերում։ Հայաստանը ընդդեմ Հունաստանի հավաքականի։ Ընդհանուր քանի մարզիկ է մասնակցելու։ 24 մարզիկ է ընդհանուր մասնակցում մրցաշարին, մրցաշարի տևողությունը 3 ժամ է տևում, 12 մենամարտ։ Հունաստանի հավաքականը ինչքանով է ուժեղ, ինչքանով կարող ենք ասել, որ Շատ լավ պատրաստվում են Հունաստանի հավաքականը, վիդեոներ են տարածում թե Instagram-ում, թե Facebook-ում, որ գալիս են Հայաստան, որ նոկաուտով ավարտեն իրենց մենամարտերը հայերի հանդեպ։ Իսկ ինչպես որոշվեց, որ հենց Հայաստանում պետք է անցկացվի այս մրցաշարը։ Ոչ թե Հունաստանում։ Ուրեմն ես մեր մրցաշարը կոնկրետ ես 20 տարի դուրս եմ զբաղվել, կանցկացրել 57-րդ մրցաշարն է, որ անում ենք, Իսպանիայում ենք զարգացրել սա, բայց արդեն 4 տարի է Հայաստանում ենք տեղափոխվել, ուզում ենք մեր նպատակն է Հայաստանում անել, Հայաստանում ճանաչում տալ, թե մեր սպորտսմեններին, թե զարգացնել kickboxing MMA մարզաձևը Հայաստանում, զուտ այդ նպատակով կապերը մեր շատ մեծ է, հրավիրում ենք մարդկանց, ուզում եմ որ դուրսնել անենք, բայց առաջինը մենք մեր երկրում անենք, քիչ ստեղ զարգանա ընդհանուր։ Սենյոր Կարբերան առաջի անգամ է Հայաստանում։ Հա, առաջի անգամ է գալի Հայաստան։ Ինչ կարող է ասել հայ մարզիկների մասին ում է ճանաչում։ Y dice de qué puedes decir a los luchadores armenios de que conoces, a quién conoces? De los De los luchadores kickboxing, sí. de Armenia, Armenia. de los kickboxing, pienso que el más conocido está Petrosyan. Պետրոսյանն է, որտեվ Ջորջո Պետրոսյանն էլ WKN-ի աշխարհի չեմպիոնն է, հենց իրանց վարկածի, ասում եմ մեր վարկածի աշխարհի չեմպիոնն է, ու հայ մարզիկ ոնց որ իրան է ճանաչում ավելի ուժեղ էլի։ Este es el nombre el más conocido, pero hay muchos otros que no tienen nombre ahora conocido, pero con el trabajo que hace el señor Vardan, pienso que no es muy difícil tener también otra estrella que se puede ser también conocida en todo el mundo. Ասում է որ Պետրոսյանն ինքը շատ անուն ունի, որտեվ ինքը դուսն է ապրել, հնարավորություն շատ է ունեցել մրցաշարի, բայց ասում է էլի հայ լիքը մարզիկներ կան, որ իրանց անունները չի հնչում։ Այսօր ես դրա համար եմ Հայաստանում Վարդանի հետ, որ կոնկրետ զարգացնենք ստեղ այդ kickbox-ը ու Հայաստանի ապրող մարզիկներին իրանց անունները բարձրացնենք, հնարավորություն տանք մասնակցելու լիգաներում։ Շատ բարի։ Ինչպես են պատրաստվում մեր տղաները, ինչ նրբություններ կան, արդեն յուրաքանչյուրը ստերեոտիպ գիտի ով է դուրս գալու իր դեմ, հատուկ պարապմունքներ, մարզումներ, թե ընդհանուր է ամեն ճարում։ Բարև ձեզ, ես էլ եմ ողջունում ձեր ծրագիրը, շնորհակալություն հյուրն ընդունելու համար։ Մարզիկները ամեն մի մարզիկ նախքան մենամարտի դուրս գալը բնականաբար ուսումնասիրում է իր հակառակորդի ուժեղ եւ թույլ կողմերը եւ համապատասխան մարզումներ են անցկացնում, փորձում ենք այնպես անել, որ մեր 4 հայ մարզիկները եւ ոչ միայն 4 հայ մարզիկները, այլ մնացած բոլորը եւս կարողանանք պատվով, ինչպես ասում են, ծածանել մեր եռագույնը։ Մարզումները անցկացնում ենք, ունենք Mix Fight ակումբ, որը բացվել է հատուկ պրոֆեսիոնալ մարզիկների համար, այնտեղ մարզվում է հավաքական թիմը, որը գտնվում է Rafo 22 հասցեում։ Մարզումներ ենք անցկացնում այնտեղ եւ ունենք տարբեր մասնագետներ, հա, սկսած արագաուժային մարզումից մինչեւ հարվածայինով, այո, բռնցքամարտ առանձին, այնտեղ, այո, ովքեր որ MMA-ով են ըմբշամարտ, ովքեր որ kickbox, խառը հարվածային ու փորձում ենք հնարավորինս բերել այն բալանսին, այն միջին, այն պատրաստվածությանը բարձր, որպեսզի մեր հայ մարզիկները կարողանան ռինգում հաղթանակ տոնել։ Հույն մարզիկները բոլոր ազգությամբ հույն են, թե նաև կան մարզիկներ, որոնք որոշ բոլորը հույն են, բոլորը հույն մարզիկներ են։ Ռուսաստանի Դաշնությունից են գնացել, կամ Վրաստանից։ Բոլորը հույն մարզիկներ են ու ապրում են Աթենքում, հա, մարզվում են այնտեղ ու իրենց քաշերում ուժեղագույններն են։ Իրենց քաշերում ուժեղագույններն են եւ դրանցից մեկն էլ դարավ նոր Եվրոպայի չեմպիոն։ Այսինքն իսկապես ուժեղ մարզիկներ են եւ ուժեղ մարզիկներին են բերում, որ հաղթանակ տանեն։ Իսկ մեր մարզիկներին կարող եք թվարկել ով են դուրս գալու մերոնցից։ Մերոնցից Արգամ Գալոյանն է մասնակցելու 77 կիլոգրամ քաշ են կարգում, 75-ում Արտյոմն է,
61 կիլոգրամ քաշում Հրաչ Սուքասյանն է, եկել Ունենք 73 կիլոգրամ քաշային կարգ Էրիկ Մերաբյան։ Երեք Մերաբյանն է։ Բոլոր քաշերում համոզված ենք, որ մերոնք հաղթել են։ Թե Դրան ենք հետում։ Սուվերամարտը քաղաքի ուժեղագույն է։ Դա սպորտ է, ինքը պրոֆեսիոնալ սպորտ է, պրոֆեսիոնալ սպորտում ամեն ինչ հնարավոր է, մեծ սպորտ է, բայց հուսանք, որ կունենանք այն ինչի մասին, որ մենք խոսում ենք այս պայն հաղթանակներ։ Առհասարակ որքանով է այս սպորտաձևը տարածված Հայաստանում ու հետաքրքրություն առաջացնում ու որ տարիքից են սկսում մարզվել։ Բավականին մեծ տարածում ունի, առավել եւս այս պահին MMA մարտարվեստը եւ կամեկ մարտարվեստները բավականին մեծ տարածում ունեն ինչպես աշխարհում, այնպես էլ նաեւ Հայաստանում, սակայն ինչպես նշեց պարոն Նացականյանը, պետք է մեծ թափով քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանում ել ավելի տարածում ձեռք բերի սպորտաձևը, որովհետև ունենք պոտենցիալով շատ ուժեղ մարզիկներ, ովքեր հետագայում մեծ հնարավորություն կունենան մասնակցելու աշխարհի առաջնություններին եւ գոտու համար մենապայքարներին եւ ունենք այսպիսի հյուր, որը պարոն Նացականյանի հետ համատեղ քննարկել են լուրջ ծրագրեր, որոնք հետագայում կբերեն նաեւ հաղթանակներ։ Աղջիկ մարզիկներ ունենք։ Այս պահին մենամարտող գալիք մրցաշարում չունենք, բայց իհարկե մարզվող մարզուհիներ շատ ունենք եւ շատ ուժեղ աղջիկներ ունենք եւ անպայման հասնելու են հաջողության։ Սենյոր Կարբերային եմ ուզում հարցնեմ, ինչքանով է միջազգային ֆեդերացիաներին եւ հայտնի, այսպես ասած, ակումբներին հետաքրքիր Հայաստանի նման երկիրները եւ ինչի համար, ինչու՞ն է հետաքրքրությունը։ Dice que los organizaciones mundiales de kickboxing, de que interés tienen para Armenia, por ejemplo, para participar los armenios. ¿Qué quieres saber exactamente? Sí, más o menos qué interés tienen. Mira, para mí es la primera vez que estoy en Armenia. Yo conozco el trabajo del señor Vardan desde algunos años porque he visto lo que estaba haciendo en España y también ahí en Armenia. Y Armenia es nuevo en el kickboxing, lo que yo puedo decir. El deporte es viejo, pero nuevo en el senso que está profesional ahora. Todo está organizado muy bien. Por ejemplo, hoy estamos en la televisión, que son una cosa muy importante para el deporte. Y hay todo lo que pienso de lo que he visto en 2 días, hay todo el necesario para que el deporte se pone muy grande internacionalmente. He visto el gimnasio que tiene Vardan y he visto las organizaciones que se hacen ahí, que son de nivel exactamente profesional y muy fuerte para que sube algunos estrellas y campeón reconocidos mundialmente. Ասում եմ, որ ընդհանուր մենք ուզում ենք հայերը իրանք ագրեսիվ կպնողներ են, բայց ասում եմ, միշտ ասում եմ հայ ընտրել ենք Եվրոպայի մեջի մարդկանց, որտեղ Հայաստանում չենք տեսել գործողություն, որ արվում է, բայց ասում եմ, ես Վարդանի աշխատանքները Եվրոպայում, Իսպանիայում տեսել եմ ու հիմա տենում եմ Հայաստանում ինքն չէր անում։ Առաջի հերթին, որ լավ աշխատում է, զալը բաց է, զալը սպորտային հենց կոնկրետ բայցովսկի կլուբ է սարքած, ոչ թե ֆիթնեսի զալ, ռինգ տանձիկ, հենց հատկացված է հարվածային մարզաձևերի համար։ Տելևիզոր հեռուստացույցն է շատ կարևոր, որը որ մեր մրցաշարերը 75 երկիր տրանսլյացիա է լինում։ Ու բացի, որ հրավիրում եք հյուր, sense բաներն է կարևոր տալի, որ կոնկրետ հայկական կիկբոքսը ճանաչվի, այսօր էլ մենք մեր շեշտը դնելու ենք այս երկրի վրա, որ առաջ տանենք ստեղի մարզիկներին, այսինքն հնարավորություն տանք մասնակցեն ինտերկոնտինենտալ մրցաշը գոտու մենամարտերին Եվրոպայի, աշխարհի, որտեղ իրանք մոտ 330 չեմպիոն ունեն եւ այդ չեմպիոնների մեծամասնությունը պայմանագրով պետքա իրանց գոտին պաշտպանեն։ Այսինքն պաշտպանելու համար կազմակերպիչը ուզում է, որ պաշտպանի 75 կիլո կպնող, ոնց որ ինքը օգնելու է հայ կպնողի դնենք, հայը կպնի։ Դրա համար հիմա ասում եմ, ոնց որ եկել եմ ստե Հայաստան, ամեն ինչ տենում եմ, որ ստե շատ լավ է ու զարգացում կա, որ
արդեն աշխատենք։ Կարևորը որ աշխատանք է գնում եւ պայմաններ ունենք եւ սենյոր Կարբերան ասաց որ հույսով որ այստեղից կունենանք աստղեր եւ չեմպիոններ, չէ՞։ Որտեղ ես իսպանային հասկանում։ Փաստորեն։ Okay. Ես ուզում եմ իմանալ պարոն Ստեֆանը արդեն հաստրել է շրջել Հայաստանով եւ որ տեսարժան վայրն է առավել հավանել։ Կարմի Գեղարդ Էչմիածին, հա։ Գուցե Սևան։ Երեք եկել Հայաստան, Ժամանակություն։ հաստրել ենք Էչմիածին գնանք եկեղեցիներ բան ընդհանուր սա, ոնց վաղվանից նոր արդեն Ամեն դեպքում Կարմի պլաններում Գեղարդ կա։ սաղտեղը, հա։ Հարց, որը որ ինձ հուզում է, Դինամո մարզադաշտը բավականին այդքան մեծ չէ, մեղմ ասած։ Բոլոր այն մարդիկ, որոնք որ չկարողանան լինեն ներսում, որտեղ կարող են դիտել մենամարտը, YouTube, հեռուստաալիք։ Չէ, տրանսլյացիա լինելու Trailer TV-ով, Fightbox-ով, իրանք որ միջազգային TV-ներ են, իրանք կարան նայեն համետ application-ներով, դրսի մարդիկ հեռուստացույցով։ Հասկանալի։ Ինչքանով է հետաքրքրում այդ մրցաշարը երիտասարդ մարզիկներին, որովհետև ցավոք սրտի մենք շատ դեպքերում տեսնում ենք, որ մենք ունենում ենք այստեղ ինչ-որ միջազգային, օրինակ, բասկետբոլի Հայաստանի հավաքականը հանդիպում է Ավստրիայի հավաքականի հետ կամ Ալբանիայի հավաքականի հետ, ես գնում եմ դահլիճ եւ տեսնում եմ, որ երեխաներ քիչ են, մարզիչները չեն բերում երեխաներին դիտելու։ Ինչքանով է կարևորում դուք, որ մարզիչները իրենց սաների հետ գան եւ դիտեն, մասնակցեն պարապմունքներին, աշխատեն, տեսնեն մեծ աստղերին։ Ըստ էության երեխաների նման մրցաշարերի մասնակցությունը կարելի է համարել եւս մեկ մարզում, արդեն վիզուալ մարզում եւ նման երեխաների համար մեծ մոտիվացիա է հանդիպել, տեսնել այնպիսի մարզիկների, ովքեր երևի թե կամ միգուցե եղել են իրենց համար կուրքեր, չնայած ես չեմ սիրում կուրք բառը, բայց համենայն դեպս եղել են մարզիկներ, մեծագույն մարզիկներ, ում այդ երեխաները տեսնելով ոգևորվել են եւ փորձել են նմանվել։ Եվ տեսեք ինչպիսի վեհություն է, երբ նստած դահլիճում դու տեսնում ես արդեն հենց այդ մարզիկի մենամարտը եւ միգուցե նաեւ հաղթանակը եւ քո ոգևորությունը դառնում է։ Դա կարևորում եք եւ իհարկե նման մեծագույն մարզիկների մասնակցությամբ մրցաշարերը կամ մենամարտը դիտելը մեծ փորձառություն է։ Սենյոր Կարբերան հիմա ինքը զբաղվում է, մարզվում է, թե ոչ, եթե հա, ապա այստեղ ինչ-որ մաստեր կլաս եւ այլն մարզիչների համար կամ մարզիկների համար։ Ինքը ամեն օր պարապում է։ Հենց երեք դրանից ենք խոսում, որ առավոտ շուտ դուրս գանք, ասում է, որ այսօր պետք է առավոտը պարապում կանեմ, էլի, եթե մի օր չեմ պարապում, ասում ոնց որ ես բան չլեմ, էլի, հանգիստ չլեմ։ Estaban preguntando ¿tú entrenas ahora o no entrenas? Te está diciendo todos los días estás entrenando. Sí, todos los días. Իսկ ինչ որ մաստեր կլաս մտածում եք անեք հենց դեր օրինակ mix fight ակումբում, որ մարդիկ գան, տեսնեն բաց պարապում, չգիտեմ։ Հա, պրոստը ինքը հիմա ավելի շատ կազմակերպչական այդ գոտի կազմակերպության նախագահն է, ինքը մարզումներ չի տալի, էլի։ Ինքը իր համար մարզում ավելի։ Հա, ինքը իր համար մարզում, մարզումներ չի տալի։ Միջազգային ֆեդերացիայի կազմում քանի երկիր կա ու Հայաստանը ըստ հերթականության որրորդ տեղում է մարզիկների ուժով։ ¿Cuántos países existen en WKN? ¿Y la Armenia qué posición tiene más? Personalmente, yo fui en 143 países 143 երկիր։ y en todos, casi en todos los países del mundo tengo coordinador gente. Ամեն երկրում ունի մի հոգի մարդ պատասխանատու Yo he WKN-ի։ viajado en todo el mundo durante muchos años para hacer un network, un réseau grande. Ասում եմ միշտ ես տուրիստական այդ գործերի մեջ եմ, միշտ գնում եմ, որ կազմակերպչական սա կազմակերպեն։ Y tenemos gente casi en todo el mundo, en todos los continentes y casi en todos los países tenemos gente. Սաղ աշխարհի վրա ընդհանուր մենք ունենք էլի, այս կազմակերպություն։ Después, ¿La Armenia qué posición? la Armenia para mí es nuevo, Ասում եմ Հայաստանը նոր է իմ porque Armenia tiene, ahora pienso que hay todo para que se hace realmente grande combate de kickboxing y de MMA y de boxeo también es posible, porque pienso que hay la base, que se llama, hay muchos combatantes, que es la base, televisión, vosotros, que está una cosa muy importante para el deporte,
y la promoción, porque promoción, televisión y base son las tres cosas las más importantes para que el deporte se develope el más grande que posible. Y la última son los combatantes conocidos y reconocidos mundialmente. Eso es nuestro trabajo. Ասում եմ, մեր աշխատանքը վրիմա ամենակարևորը Հայաստանում կա promotion, կան հեռուստացույցներ, որ պրոպագանդա կանում սպորտը զարգացման հետ կապված ու ինքը տեսնում է, որ այսօր Հայաստանը նոր զարգանում է ու հաստատ աճելու է, մենք հայ չեմպիոններ ենք ունենալու էլ ընդհանուր միտքը դա է ասացի։ Աճելու տեղ ունենք եւ հուսանք, որ ոչ միայն ծաղիկների գնով կլինենք օրինակ աշխարհում երկրորդը։ Իմիջիալ ջոթը չգիտեք, ծաղիկների գնով այս մարտի 8-ի համար 44 երկրում ուսումնասիրություն են արել։ Հայաստանը երկրորդ տեղում է, ամենաթանկ ծաղիկները վաճառվել են Հարավային Կորեայով, միջինը։ Մոտավորապես $25 չափով է ծաղկեփունջը Հայաստանում, իսկ ամենաեժան Բուլղարիայում է $2։ Հուսանք, որ ոչ միայն ծաղիկների գնով կլինենք երկրորդ աշխարհում, այլ օրինակ նաև մարզիկների քանակությամբ եւ հաղթանակներով։ Շատ շնորհակալություն։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մարտի 30-ին Դինամո մարզադաշտում տեղի կունենա միջազգային մրցաշար, որի Հայաստանի հավաքականը կպայքարի Հունաստանի հավաքականի հետ։ Հուսանք, որ 12 հաղթանակ կունենանք կամ լավ, հուսանք, որ ընդհանուր հաշվով կհաղթենք Հունաստանի հավաքականին եւ հուսանք, որ օրերից մի օր Հայաստանի հավաքականը դուրս կգա ընդդեմ Եվրոպայի հավաքականի, աշխարհի հավաքականի եւ իսկապես կունենանք ուժեղագույն մարզիկներ, աստղեր, չեմպիոններ եւ գոտի տիտղոսակիցներ։ Ձեզ մաղթում ենք հաղթանակներ, հաջողություն, շնորհակալություն։ Ես հիշեցնեմ մեր հյուրերին Ստեֆան Կաբրերա, Kickboxing միջազգային ֆեդերացիայի նախագահ, Վարդան Մնացականյան, Mixed Fight հայկական ֆեդերացիայի նախագահ, Սպարտակ Ծատուրյան Mixed Fight հայկական ֆեդերացիայի մրցավարական անձնակազմի ղեկավար եւ Հրաչ Ազիզյան Mixed Fight հայկական ֆեդերացիայի փոխնախագահ։ Muchas gracias։ Gracias. Merci. Իսկ հիմա գովաստ շանթի եթերում մնացեք մեզ հետ, դեռ ամեն ինչ նոր է սկսվում։ Վերադարձան գովազդից հետո շարունակում է մեր եթերը, շարունակում է մեկ ամսյակը նվիրված մեր գեղեցիկ կանանց եւ շարունակում ենք նվիրել նրանց գեղեցիկ երաժշտական համարներ։ Այո, օրվա դրական ընթացքը շարունակելու համար հենց հիմա երաժշտություն շանթի եթերում։ Գնացինք։ Վերադարձանք, շարունակում ենք մեր եթերը, իմիջիալոց հեռուստատիտողները շնորհավորում են բոլոր առավոտը շանթումի կանանց կեսը։ Շնորհակալություն։ Մաղթում են նրանց ամենայն բարիքը, լավը, սիրունը եւ գեղեցիկը եւ համովը։ Ես բոլորիս կողմից ասեմ շնորհակալություն հիմա եւ անցնենք տեսանելի եւ անտեսանելի գեղեցկույններ մեր։ Այո։ Հիմա անցնենք առաջ ու պատտվենք աշխարհի շուրջ եւ բացահայտենք ամենաանհավանական փոխադրամիջոցները։ Տեսեք, Հայաստանում կան, չէ՞, այդպես փոխադրամիջոցներ, չէ՞։ Բազմոց քշողներ այդպես մարդիկ կան։ Մարդ կա մահճակալա քշում։ Լավ, տեսնենք թե ով ինչ կարող է քշել եւ որտեղ։ Գլորվեցինք, սողացինք, թռչեցինք, վերադարձանք։ Իսկ հիմա խոսենք երեխաների եւ մուլտֆիլմների մասին, կամ թե ինչպես ընտրել ճիշտ մուլտֆիլմներ երեխաների համար։ Ընտրությունը շատ է, Նելին այդ ժամանակների իհարկե չի հիշի, բայց ես լավ հիշում եմ, որ ընդամենը գոյություն էր 4 հեռուստաալիք, 1 ծրագիր եւ օրվա մեջ մաքսիմում 2-3 անգամ մուլտֆիլմ էին ցույց տալի եւ դու պետք է ունենայիր այդ հնարավորությունը այդ մուլտֆիլմները դիտելու։ Իսկ հիմա կարծես ամեն դեպքում ասենք, որ երեխաները մեր օրերում պետք է զբաղվեն սպորտով, գիրք կարդան, խաղան բակում, որքան հնարավոր է ավելի քիչ ժամանակ անցկացնեն էկրանների առջև, լինի դա հեռուստացույց, համակարգիչ կամ որևէ այլ գadget։ Ապրիլ առողջ խորագրում այսօր կպատմենք այն վտանգների մասին, որոնք սպառնում են մեր երեխաներին տեխնոլոգիական այդ սարքերը չարաշահելու հետևանքով։ Բայց մի բան եմ ուզում ասեմ ի պաշտպանություն երեխաների։ Այս պատմությունը տասնյակ տարիներ շարունակվում է։ Իմ տատիկս ժամանակին ինձ ասում էր. քիչ նստի հեռուստացույցի դիմաց։ Աչքերդ կփչանա։
Հիմա ոչինչ չի փոխվել։ Բայց հիմա գադջետներից կախվածությունը շատ ավելի շատ է եւ շատ փոքր տարիքում դա իր վատ հետևանքները թողնում է։ Այնպես Մնում է հասկանանք թե ինչպես ճիշտ այդ ամենը կազմակերպել։ Գնանք դիտենք տեսանյութը։ Ահագին բաներ սովորեցինք, մնում է կարողանանք այդ ամենը երեխաներին համոզել։ Եվ կիրառել մեր կյանքում։ Դա է ճիշտ։ Առաջարկում հիմա գնանք գովազդ դիտելու եւ վերադառնանք։ Որտեվ սովորաբար երեխաներն են ծնողներին համոզում, որն է ճիշտը, որը սխալը։ Գովազդ շանթի եթերում սա ճիշտ է։ Վերադարձան գովազդ հետո եւ ժամանակն է հերթական տեսահոլովակը երաժշտական վայելենք, այսօր մեր երաժշտությամբ լի է մեր հոգիները եւ մեր եթերը։ Եվ դա օգնում է մեզ, որ ել ավելի բարձրացնենք մեր տրամադրությունը եւ իհարկե ձեր տրամադրությունը, այնպես որ լսենք եւ դիտենք երաժշտություն շանթի եթերում։ Սեր Պոլ Մակկարտնին էր մեր եթերում եւ չէ որ գարունը սիրո ժամանակներ են եւ իմիջիալոց, ասեմ որ այսօր Ռոմեո եւ Ջուլիետայի օրն է։ Եվ հենց այս առիթով մենք կարող ենք գեղեցիկ սիրո պատմություն դիտել Ռեմարկի եւ նրա սերերից մեկի հետ կապված։ Շատ սիրաշատ էր Ռեմարկը։ Ես դեռ ցանկանում եմ այդպիսի սեր, ինչպես ունեցել են Ռոմեո եւ Ջուլիետան, բայց ավարտը լինի դրական, happy end-ով։ Այո, happy end-ով թող լինի եւ էական չէ։ Վերոնայում է դա մեղրիում է, կապանում, ապարանում, ներքին բազմավերթում, թե որտեղ։ Սիրեք եւ սիրվեք։ Մեծ սերերի պատմություն շարքից գնացինք։ Ռեմարկը բացի սիրելուց նաև այնպիսին է, որ նրան է պետք սիրել, սիրելու համար պետք է կարդալ, որ կարդակ հաստատ կսիրեք։ Ես նույնպես համամիտ եմ ու վստահ եմ դրանում, իսկ հիմա առաջարկում եմ գնանք գովազդ դիտելու։ Սիրով։ Մենք վերադարձանք եւ տաղավարում արդեն մեզ հետ մեր հյուրն է հոկեբան Հասմիկ Հակոբյանը։ Մենք զրուցելու ենք կանանց ու տղամարդկանց տարբերությունների մասին, մերօրյա կանանց խնդիրների, ինստագրամյան իդեալական կնոջ կերպարի ու իրական կնոջ մասին եւ իհարկե աղջիկ երեխաներին ճիշտ մեծացնելու մասին։ Եվ ոչ միայն աղջիկ երեխաներին, առհասարակ բալիկներին։ Բարի լույս։ Ողջույն։ Նախ շնորհավորում ենք ձեր տոնը։ Շնորհակալություն։ Եվ եկեք հասկանանք կա տարբերություն կանանց եւ տղամարդկանց միջեւ։ Իհարկե միանշանակ։ Շատ ակտուալ է այդ հարցը։ Այո, միանշանակ կա տարբերություն վերցրած ֆիզիոլոգիական մակարդակից հոգեբանականով, հա, ավարտած։ Եթե մենք խոսենք հոգեբանական ասպեկտի մասին, տղամարդիկ կողմնորոշվող են, ավելի վերցնենք ֆիզիոլոգիական ու բացատրեմ հոգեբանական, հա, ուղեղի մակարդակով։ Տղամարդիկ համարվում են ձախ կիսագնդային, կանայք աջ կիսագնդային։ Ձախ կիսագունդը դա ռացիոնալ մտածողությունն է, տարածության մեջ կողմնորոշվելու ունակությունը, աջ կիսագունդը դա էմոցիոնալ վիճակն է, իրացիոնալ կողմը։ Եվ դրա համար հաճախ տղամարդ եւ կին չեն կարողանում հասկանալ իրար ու լեզու գտնել, որովհետեւ նույն հարցի շուրջ տարբեր լեզուներով են խոսում։ Բա ինչ անենք։ Պետք է գալ նրան, որպեսզի կարողանան իրար լսել նախ, հասկանալ, էմպաթիկ գտնվել ու այնուհետև խնդրին երկուսի հատ տեսանկյունից մոտենալով կարելի է հարցին լուծում տալ։ Իսկապես տղամարդիկ այնքան էլ էմոցիոնալ չեն, բայց հաճախ կանանց հենց այդ էմոցիան է պակասում։ Եվ ընտանիքներում շատ դեպքերում խնդիրները գալիս են նրանից, որ կինը չի ստանում այն էմոցիան, հուզական դաշտը, որի կարիքն ունի իրականում։ Եվ կարծում բոլոր կանայք ունեն մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, բայց կարիքը կա։ Ինչ անել այս դեպքում, ինչպես գալ ընդհանուր հայտարարի։ Կարիքը կա, կարիքը զգում է, հետո դա չի ստանում եւ սկսում է կինը վիրավորվել, ինքը իր մեջ չէ, հարաբերությունների վրա է դա ազդում, բայց հաճախ չի բարձրաձայնում դրա մասին, որ ես սրա կարիք ունեմ։ Հաստատ կինը սիրում է ականջներով, դա ճիշտ է։
Այո, մասամբ ոչ միայն։ Եվ ականջներով եւ գործողությամբ։ Գործողությունը ևս շատ կարեւոր է, բայց Չէ, հիմա ասում եք կինը էմոցիա է ուզում։ այո, Գործողություն էմոցիան ո՞րն է։ լինում են։ Գործողություն էմոցիան հետևանքն է։ Այսինքն տղամարդը ինչ որ գործողություն պետք է անի, որ էմոցիա առաջացնի կնոջ։ Առանց գործողության էմոցիա չի առաջանում։ Դա Բնականաբար։ միայն բառերը հերիք չէ։ Տեսնում եք, սիրելի կանեք, փաստորեն առանց տղամարդ ոչ մի բան չեք կարողանեք։ Կարողանում ենք։ Թույլ տվեք, տեսեք, հիմա դեր հարցի պատասխանը թույլ տվեք, որպեսզի Նաիրան լավ զգա։ Մի խանգարեք։ Օրինակ, Դուք էլ այո։ թույլ տվեք, որպեսզի դրական էմոցիաներ տղամարդը ունենա։ Հաճախ լինում է, չէ՞, սպայքարը, որ թե ով է ավելի լավը կամ ով է ավելի, չգիտեմ, ինչ որ հարցում, հա, կարևոր։ Այդպես չի, երկուսն էլ կարևոր են։ Այո, Երկուսն էլ գլխավոր կարևոր են, որովհետև երկուսը ամբողջականության մասնիկ են կազմում, առանց մեկի մյուսը անկարևոր է դառնալու։ Այսինքն մեր կարևորությունը այդ ամբողջականության մեջ է, ներդաշնակության մեջ է ստացվում։ Ձեր հարցի պատասխանը, տեսեք, կանայք սիրում են, այո, սիրում են այդ էմոցիոնալ վիճակը ստանալ, քանի որ իրենց լեզուն դա է, կանանց լեզուն հուզականությունն է։ Տղամարդը ռացիոնալ էակ է, ինքը չի կարողանում, ինքը չի հասկանում։ Վերջերս մի դեպք ունեցա, այցելուն եկել է ու կոնֆլիկտ է, հա, ինչ որ առաջացել, շատ հիասթափվել էր ամուսնուց, որ ինքը գալիս է տուն, ուշադիր չի լինում, որ, չգիտեմ, ինչ որ իմիջի փոփոխություն արել, ասենք մազերի ինչ որ սաներվածքի մի թեթև շատ 1 թեթև սանտիմետր կտրել է մազերը, կամ- դա շատ էական է, կնոջ համար, տղամարդու համար անտեսանելի է։ Կամ ինչ որ դեմքի հետ կապված ինչ որ պրոցեդուրաներ արել ու ինքը ասում է, ասենց անհամբեր սպասում եմ, որ ինքը պիտի գա հիմա, վաու, էֆեկտո եւ այլն, ինքը եկավ, ասեց սոված եմ։ Ինչ ես պատրաստել։ Ինչ ես պատրաստել, սա տիպիկ, տեսեք, սա տիպիկ Հայկական ավանդական ընտանիքում ոչ եղած միայն Չէ, հայկական, իսպանական է, ոչ միայն պորտուգալական է։ տիպիկ օրինակ է, երբ որ տղամարդը ունի կարիք, ինքը գնում է իր կարիքը բավարարելու, հետո նոր արդեն ինքը ի վիճակի Որտեվ չի կլինի տեսնում։ քնեկթի մեջ լինել։ Միջև սոված է չի տեսնում ոչինչ, չի կարող գնահատել։ Փաստորեն ճիշտ է, որ տղամարդու Այո, սիրտը այս տանող դեպքում- ճանապարհը ստամոքսն է։ Այո, բոլորս ճիշտ ենք։ Այս դեպքում կինը ինչ է արել, հիասթափվել, ինքը նեղացել է, որ պատասխանել ինչ որ ձևով, այո, դրված է սեղանին գնակի, Դրային ես քրքեր։ անիմաստ, ինչ որ ես ամուսինն էլ ասում է, ինչու ես այդպես պատասխանում, ես ինչ եմ քեզ արելու, այսպես ֆրուստրացված, ինքը հիասթափված, որ ես սպասում եմ, հասկանում եք, մի կաթիլ մեղրի պատմությունն է դառնում։ Այս դեպքում, երբ որ կինը հստակ գիտի տղամարդու հոգեբանական կառուցվածքը, հա, այսպես ասեմ, ինքը գիտի թե ինչպես մոտենալ եւ իր կարիքին ինչպես բավարարում տալ, հասուն պոզիցիայից, ոչ թե երեխայի դերից, որ հիմա գա ինքը ես ստանամ, ինքը օդից ոնց պիտի դա հասկանա, չէ՞։ Եթե ես լինեի հոգեբան, ես հոգեբան չեմ իհարկե, բոլոր կանանց խորհուրդ կտամ։ Եթե դուք այդպիսի բաներ եք անում, ձեր ամուսինին SMS գրեք։ Սիրելիս, ուշադրություն դարձրու մազերիս երկարությանը, օրինակ։ Սիրելիս, դեմքս, չգիտեմ, դուք արդեն Շնորհակալություն ինձ օգնելու համար, Ճիշտ եմ ասում։ դուք իմ միտքը բարձրաձայնեցիք։ Ես նաև հոգեբան եմ մի քիչ էլ։ Այսօր Այդպես։ բարձեցինք, որ իսպաներեն գիտեմ։ Շնորհավորում եմ ձեզ բացահայտման կապակցությամբ։ Հիմա տեսեք, շատ կարևոր է, որպեսզի սեփական կարիքի տերը լինել, հա, ու ասել, գիտես, այսօր այսինչ պրոցեդուրան եմ արել, ինչպես է քեզ։ Ոնց որ հայացքը բերել է տեղ, որ, ասենք, չգիտեմ, մազերից ձևը փոխել եմ։ Ինչպես է քեզ դուր է գալիս։ Ամուսնուն օգնել, որպեսզի նա Փաստորեն, տեսնի։ երբ կինն ունի սպասելիքներ, դրա մասին պարտադիր պետք է բարձրաձայնել։ Առհասարակ, եթե մենք ունենք որևէ սպասելիք ակնկալիք, պիտի գիտակցենք մենք որ դերից ենք դրան սպասում։ Եթե երեխայի ուրեմն այսպես սպասում ենք, որ ինչ որ մեկը պիտի գուշակի, ուրախանա, իսկ հասում դերից, որ ես ուզում եմ ստանալ այդ խոսքերը, ես ուզում եմ ստանալ, հա, ինչ որ ականջ շոյող, ինչ որ մի բան, եւ դրա մասին ասում եմ, ինչպես է քեզ սա։ Մի մոռացեք, որ յուրաքանչյուր տղամարդի մեջ ապրում է բալիկ եւ յուրաքանչյուր տղամարդ դա իրական մեծ երեխա է։ Ես ասեմ ավելին։ Так։ Յուրաքանչյուր կնոջ մեջ էլ է այդ բալիկը ապրում։ Հա, բայց այդքան արտահայտված չի ինձ թվում։ Ներքին երեխայի մասին է։ Այստեղ ձեր ասածը վերաբերվում է նրան, որ տղամարդը կնոջը դիտարկում է որպես մայր, որովհետև Կա տղամարդը այդպիսի բան։ Հին հունական դիցաբանությունից դեր եկած։ Так։ շատ լավ։ Եվ այս դեպքում շատ կարևոր է, որ կինը հասկանա տղամարդու լեզուն, ինչպես նրա հետ շփի, ոչ թե սեփական լեզվով։ Եթե մենք հանդիպում ենք ինչ որ օտարերկրացու, որը այլ լեզու կրող է, մեր լեզվով չի խոսում, ինչ որ հարց է մեզ տալիս, մենք ավտոմատ իր լեզվով ենք պատասխանում, չէ՞։ Եթե գիտենք։ Եթե չգիտենք, ուրեմն Դուք շատ եք շտապում այսօր։ 7 ամսական։ Եթե մենք գիտենք, եթե չգիտենք, ուղղակի ասում ենք ներողություն, չգիտենք, կռիվ չենք անում, չէ՞ մարդու հետ, կամ չենք փորձում, չէ՞
գուշակել ինչի մասին էր սա ասում, կարող է վիրավորում էր ինձ ու հետո նեղանանք, չէ։ Նույն կերպ այս դեպքում է կին տղամարդ հարաբերություններում, որ լսում ենք, հասկանում ենք ու պատասխանում ենք իր լեզվով, ոչ թե մեր։ Եթե մեկը ինձ պորտուգալերեն ինչ-որ բան է հարցնում, անիմաստ է, ես հայերեն փորձեմ ինչ-որ բան պատասխանել։ Կոնֆլիկտը հենց այստեղ է սկսվում։ Երբ որ մենք չենք լսում հասկանալու համար, մենք լսում ենք պատասխանելու համար, փորձել կինը փորձի տղամարդու պոզիցիայից նայի, լինի էմպաթիկ, հա, փորձի հասկանալ, ինչի մասին է այս մարդը հիմա, իմ ամուսինը կամ իմ տղամարդը, ինչի մասին է խոսում։ Փորձեմ հասկանալ, թեկուզ տհաճ է ինձ, չանձնավորել, փորձեք ձեր եսին չկպցնել, ձեր էգոն մի պահ դրեք մի կողմ եւ փորձեք դիմացինին տեսնել, հա, դաշտում միայն դուք չեք։ Բայց այստեղ մենք պարտավորությունը գցում ենք կնոջ վրա եւ զուգահեռ ներողություն, որպեսզի սեքսիստական չհնչի, ես սա միշտ ասում եմ, եւ նաեւ տղամարդու պոզիցիայից։ Տղամարդը, երբ որ կինը ինչ որ իրացիոնալ է, ինքը հույզերով է ապրում, ինքը հույզերով է մտածում, հուզական է, հա, այդ կերպ է իր մտածողությունը, հստակ չի, այսպես քառակուսի 3 բառով նախադասություն արդեն պարզ է, շուտ բարդ ստորադասական նախադասություն է 3 բառը։ Ահա, հիմա տղամարդը փորձի լսել կնոջը ինչ է ուզում նա, ոչ թե շտապի զայրանալ, բարկանալ, հա, չհամբերեցի, փորձի հասկանալ ինչի մասին է։ Այ որ մեր էգոն դնենք մի կողմ ու փորձենք լսել մարդու, չանձնավորենք, որ մեր եսին էր ուղղված, չփորձենք նախադասությունների տակ ենթատեքստ փնտրել, ինտոնացիան շոշափել, հա, այդ ինֆորմացիան որպես անալոգային վերցնել, որ այս ինքը որ էս ասում էր, էս նկատի ուներ։ Դա յուրաքանչյուրի լինում է ինչ որ գուշակությունը, որովհետև դա պրոյեկցիայի մասին է։ Հիշենք հայելի մուլտիկը, հայկական մուլտֆիլմը, որ ամեն մեկը նայում էր հայելու մեջ ու տեսնելով այո, եւ մեկը ասում էր Մարթակեր Գազանը, մյուսը ասում էր խեղճ ռանչպար ազնիվ մարդա, չէ։ Յուրաքանչյուրս դիմացինի մեջ մեզ ենք տեսնում եւ մինչեւ շտապել դիմացինին մեղադրել կամ ինչ որ բան նրանից պահանջել, շատ կարեւոր է տեսնենք դիմացինին, ոչ թե մեր կարիքը։ Երկու, քանի որ Նելի Խելացի հարցեր է պատրաստ, Հասմիկը, ներողություն։ Դուք կարող եք երազանք պահել իդեպ երկու անդադ ինձ է հիշում ասում։ Հասմիկը Խելացի հարցեր է պատասխանում, ես հիմար հարց։ Սա կոմպլիմենտ է ձեր օգտին եւ թերագնահատեցիք դուք ձեզ հիմա։ Ոչինչ, ոչ, что ես։ Որ այդ ֆոնին դուք ձեզ լավ զգաք, տեսեք։ Հիմար հարց համար 1։ Դուք այս ամենը, որ ասում եք, ձեր մեջ դա խոսում է հոգեբանը, թե կինը, եւ ինչպիսին են ձեր հարաբերությունները ձեր սիրելի տղամարդու հետ։ Դուք ամեն ինչ անում եք այնպես, ինչպես ասում եք, թե ձեր մոտել է մեկ այդ գալիս է։ Կինը ավելի ուժեղ է քան հոգեբանը։ Շատ կարևոր հարց եք տալիս, ինչու, որովհետև հաճախ դերը, հոգեբանի դերը, հա, նույնացնում են բոլոր տեղ, այսինքն ես հոգեբան եմ ու բոլոր տեղերում ես պիտի հոգեբան լինեմ։ Այսինքն, եթե տարբեր ընկերական միջավայրում օրինակ բերեմ, հանդիպել ենք ինչ-որ ժամանց է, ու այնտեղ ինչ-որ մեկը, որ իմանում է ես հոգեբան եմ, կամ զուտ ընկերները, դու հոգեբան ես, մի հատ այս հարցը ինչ-որ բեր, ասում եմ, բայց իմ ժամանցն է, նաև իմ ժամանցն ասում է, ինչ կա, ինքը չի ընկալում, որ դա էլի աշխատանքի արդյունք է, հա, որ հիմա ինչ-որ վերլուծություն խորքային պիտի արվի եւ այլն, բայց հոգեբան մասնագիտությունը ուղղակի խալատ չի։ Օգտվում են ձեր առօրյայում, ուղղակի խալատ չի, որ մասնագետը կրում է, հետո աշխատանքային օրվա վերջում հանում է։ Դա կենսակերպ է դառնում, այսինքն հոգեթերապևտը մանավանդ, ով աշխատում է մարդկանց հետ, իր բովանդակությունը իր համար պիտի շոշափելի լինի եւ մաքուր, եթե մենք վերցնենք ծխնելույզի մետաֆորան, օրինակը, հոգեբանի մոտ իր հոգեկանի ծխնելույզները միշտ պիտի փայլեն, մաքուր լինեն, ինչու որպեսզի ինքը կարողանա դիմացինի ծխնելույզները մաքրի, այսինքն եթե չճանաչեմ սեփականը, ես չեմ կարող դիմացինին։ Հոգեբանի համար գոյություն չունեն գործիքներ չափման, սոնոգրաֆիայի ինչ-որ սարք, չէ, անալիզների եւ այլն։ Այս դեպքում իր անձն է եւ հոգեթերապիայում 60% թերապևտիկ process-ի դա հոգեթերապևտի հոգեբանի անձն է։ Եվ այս դեպքում, եթե այդ անձնային կառույցը ոնց որ դրա վրա չաշխատել եւ այլն, չի կարելի ասել, որ մարդը հոգեբան է կամ հոգեթերապևտ։ Հա, ուղղակի գիտելիքներ կրող է, բայց եթե ավտոմատ դա չի կիրառվում իրականության մեջ, կենցաղում նույն, հա։ Իդեալական զույգ է հոգեբանը։ Թե կին, թե տղամարդ։ Այն տարբերակով, որ ես ասեցի, երբ ինքը ունի այդ ոգեղեն ինտելեկտը։ Եվ ներողություն խնդրում, դա շատ կարճ պատասխան է երկրորդ հիմար հարցը։ Կա այսպիսի
չգիտեմ, գաղափար, որ եթե բոլոր աշխարհի, բոլոր երկրների ղեկավարները կանայք լինեին, մենք ապրենք այլ աշխարհում, որտեղ կանայք ավելի բարի են, ավելի էմպաթիկ են, շատ իրարից նեղանան, բայց ամենայնպես պատերազմներ չի լինի եւ այլն եւ այլն։ Գիտնականորեն, եթե դրան մոտենանք, ճիշտ է թե ոչ այդ։ Մենք ունենք Մարգարետ Թեյչերի կերպարը պատմության մեջ։ Ունենք։ Հիմա չունենք արդեն։ Պատմության մեջ ունենք։ Okay։ Եվ ես չեմ կարող ասել պրակտիկորեն ինչպես կլիներ, որ բոլորը կանայք լինեին, բայց այս դեպքում տեսեք ինքը ֆիզիոլոգիապես է կին, բայց ինքը պիտի ակտիվացնի տղամարդկային որակները, ցանկացած բիզնես լեդի, ինքը կարող է շքեղ տեսք ունենալ, աննկարագրելի գեղեցիկ լինել, բայց կանացի էներգիան չի։ Տղամարդու էներգիան է այստեղ կարևոր, այդ ագրեսիան եկա տեսա հաղթեցի, որպեսզի ինքը կարողանա ինչ-որ բանի հասնել։ Էլի հույս չկա փաստորեն։ Դուք բավականին փաստորեն վատատես եք։ Դե դուք ասացիք, ես ինչ։ Ես ասացի, բայց վերլուծությունը դուք արեցիք։ Խնդրում եմ պատասխանատվությունը վրա չդնել։ Խոսենք ավելի դրականի մասին։ Մարտի 8-ը կանանց պաշտպանության, իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր։ Այսօր Հայաստանում որքանով է պաշտպանված կնոջ իրավունքը եւ արդյոք այն կարծրատիպը կոտրվել է մեծամասամբ գոնե։ Որ կարծրատիպի մասին է խոսքը։ Երբ կինը շատ բաներով զիջում է տղամարդուն, թե ամեն դեպքում ունենք աշխատելու իրավունք, ունենք գրեթե ամեն ինչի իրավունք, այդ կարծրատիպը գուցե կոտրվել է այդպիսով։ Դուք ձեր հարցին պատասխանեցիք արդեն, իհարկե, ես առօրյայում էլ չեմ տեսնում այդպիսի բան, որ հստակ դու կին ես, դու ինչ-որ իրավունքներդ ավելի այնպես ճնշված են, տղամարդ ավելի առավել է եւ այլն։ Որ Զառան չի այստեղ։ Այո, ես Զառային ճանաչում եմ։ Զառան կտրականապես դեմ կներեք։ Բայց կնոջ վրա դրված է շատ այլ պարտականություններ։ Կինը պետք է աշխատի, կինը պետք է հոգ տանի երեխայի մասին, տան մասին, երեխաների դաստիարակության մասին, մի խոսքով շատ պարտականություններ եւ մյուս կողմից տղամարդը ով գնում է աշխատանքի եւ վերադառնում է տուն։ Բայց դա կարծրատիպ է, որ կինը պետք է դաստիարակության։ Տղամարդը ոչ։ Տղամարդը Դուք երեխաներ ունեք։ Այո։ Դուք չեք զբաղվում դաստիարակությամբ։ Ես զբաղվում։ Բայց դրա համար եմ ասում։ Ասում եք կնոջն է դաստիարակությունը։ Չէ, ես ընդհակառակն եմ ասում, որ Հասմիկը ասում է, որ պարտականությունը դրած է ավելի շատ պարտականություն է դրված, քան տղամարդու վրա։ Հայրական կողմ եւ մայրական գոյություն ունի երեխայի ընկալման համար եւ այստեղ միայն մոր վրա դնել պատասխանատվությունը դաստիարակելու, պատկերացեք տղա երեխա։ Տղա երեխային կարևոր է իր սեռի ծնողը լինի, որպեսզի նույնականացում տեղի ունենա։ Այսինքն ինքը հասկանա ինքը ինչ սեռի է ու վարքը նմանակի, որպեսզի սոցիալիզացիան տեղի ունենա։ Աղջիկ երեխայի համար անհրաժեշտ է հայրը հակառակ սեռի, որպեսզի ինքը ճանաչի, թե ինչպիսին է տղամարդը։ Ցանկացած երեխա իր ծնողներով է ճանաչում աշխարհը ինչպիսին են կանայք, ինչպիսին են տղամարդիկ։ Դրա համար շատ կարևոր է հաճախ ես նկատում եմ դա, որ տղամարդը կարծես թե իր վրայից, չեմ ասի մեծամասնությամբ, բայց դեպքեր կան, երբ որ տղամարդը իր վրայից այս պարտականությունը մի կողմ է դնում, համարելով դաստիարակությունը կնոջ կամ մոր պոզիցիան է, հա, ինքը պիտի դրանով զբաղվի, բայց այստեղ երեխան շատ մեծ կարիք ունի։ Իմ թերապևտիկ պրակտիկայում խնդիրների երևի 70%-ը առանց չափազանցության հոր հուզական բացակայության պատճառն է երեխայի կյանքում։ Այսինքն ինքը կարող է ֆիզիկապես ներկա լինել հեռախոսի մեջ, ինչ-որ տեղ ապտանում, հա, քաղաքից դուրս կամ ինչ-որ ժամանցի, բայց ինքը չկա, ինքը չի խաղում այդ երեխայի հետ, ինքը դեռահասա չի զրուցում դեռահասի հետ, պատանիա չի կիսվում իր ինչ-որ խնդիրներով եւ այլն, որ խոսի, հա, ուղղակի կա։ Հուզական շատ կարևոր է հուզական ներգրավվածությունը երկու ծնողների կողմից։ Հարցնել, երեխան գալիս է հարցնել, ոնց անցավ օրդ, ինչ խնդիրներ ունեցար, ինչ հաղթանակներ ունեցար, շատ կարևոր է, որ ոչ միայն այդ խնդիրները տեսնել, ինչ որ թերություններ, այլ գովալ այդ երեխաներին, որ վաղը իրենք այդ երջանիկ տղամարդը կամ կինը դառնան, որովհետև իրենց օգնել է ծնողը, որպեսզի իրենք տեսնեն նաև իրենց դրական կողմերը ու սիրեն իրենք իրենց։ Որտեղից է գալիս այդ հուզական կապը, որ օրինակ դեռահասության տարիքում երեխաները սկսում են կիսվել ծնողների հետ, որովհետև մեծ մասամբ դա շատ դժվար է տրվում երեխաներին պատմել ինչ-որ գաղտնիքներ ծնողներին։ Երբ պետք է սկսել ձևավորել հուզական կապը։ Ներարգանդային շրջանից։
ես կասեի մինչև բեղմնավորում արդեն երեխայի հետ տեղի ունենում կոնտակտը հուզական, թե ինչպես է հղիությունը ծնողը տանում, հա, ծննդաբերությունից հետո ինչպես այդ կապը հենց այդտեղ սկսում է արդեն։ Հետո դեռահասության, եթե չկա այս կապը հուզական ու ծնողը դեռահասության ընթացքում սկսում է երեխայի ինչ որ ուզենա ընկերություն անի, երեխան պատադնում։ Բայց այստեղ մի կարևոր բան ասեմ, դեռահասությունը սեպարացիայի մասին է, երբ որ ծնողից պիտի կտրվի, այսինքն մեծանում է։ Ինքը երեխա չի այլևս, բայց դեռ մեծել չի, ինքը այս պայքարի մեջ է։ Ու ծնողներին շատ կարևոր է հասկանալ, որ երեխային տանան հոգեբանական դաշտը, որտեղ ինքը իր անձը կզգա, որպես անհատականություն, չմտնել, այսինքն հետևել, անպայման հետևողական լինել երեխային, բայց այսպես ինչ որ հետևել, դռան հետև, չգիտեմ, երեխայի համար աննկատ լինել հետևողական, բայց ոչ թե մտնել այդ տարած, տալ այդ դաշտը, որ ինքը իր սահմանները սկսի կառուցել ու զգալ իրեն որպես անհատականություն։ Պիտի գաղտնիքներ ունենա, բայց այս դեպքում շատ կարևոր է, որ այդ հուզական ուղղակի շատ դժվար փուլ է սա ու շատ այլ երկար խոսակցություն ժամանակ պահանջող, հա, երկարատև խոսակցությունը։ Ամփոփելով կասեմ հետևյալը, շնորհակալություն։ Ամփոփելով կասեմ հետևյալը, որ փորձեք էմպաթիկ լինել ձեր երեխայի նեգատիվ հույզերի հետ, որովհետև ֆիզիոլոգիական պրոցեսներ են տեղի ունենում, հորմոնալ ֆոնի փոփոխություն, որ երեխան ինքը հայտնվում է բացական ինչ-որ էմոցիաների մեջ տատանում է, ինքն էլ չի հասկանում։ Շատ կարևոր է օգնել երեխային։ Վերադառնալով աղջիկներին եւ կանանց խնդիրներին եւ խնդիրներին, արդյոք մեր երկրում իրավունքները պարզ է, որ գրված են կամ օրենքներում գրված են կամ յուրաքանչյուրիս այդպես փորձել են դաստիարակել, որ աղջկան չի կարելի նեղացնել, մայրը սրբություն է եւ այլն, բայց մենք հասարակության մեջ տեսնում ենք շատ նաեւ հակառակ դեպքեր։ Որտեղից է դա գալիս, արդիական է այդ խնդիրը Հայաստանում, ինչքանով է արդիական եւ ինչ է պետք անել։ Բռնություն, ընտանեկան բռնություն, ոչ միայն ընտանեկան, այլ աշխատանքի վայրում եւ այլն, բուլինգ դպրոցներում։ Ընտանեկան բռնության վերաբերյալ կարծում եմ իմ գոլեգաները, ովքեր զբաղվում են հենց նեղմասնիկությամբ, ավելի ձեզ լայն ինֆորմացիա կտրամադրեն։ Իմ մասով ես կարող եմ ասել հետևյալը. ընտանեկան բռնությունը հենց այնպես տղամարդու կողմից չի սկսում։ Միշտ կոնֆլիկտի մեջ 50-50 երկուսն էլ պատասխանատվություն են կրում։ Կնոջը պիտի հարցնել ինչու ես դու դա հանդուրժում։ Որպես կանոն դա լինում է կախյալությունից։ Ինքը չի աշխատում, ինքը տեղ չունի գնալու, հա, ու այս դեպքում ինքը տանում է այդ վիճակը։ Դրա համար սիրելի կանայք, զբաղվեք, կապ չունի քանի տարեկան եք, հա, մի սահմանափակեք ձեզ, զբաղվեք ձեր զարգացմամբ, ինչ որ մասնագիտություն ձեռք բերեք։ Հիմա շատ մեծ ընտրություն կա, շատ արագ ինչ որ կուրսերով, ինչ որ մի խոսքով դուք նպաստելու եք ձեր երեխաների առողջ եւ հոգեբանորեն, հա, առողջ եւ երջանիկ դաշտի ստեղծմանը այն դեպքում, երբ որ դուք եք երջանիկ դառնում։ Շատ կարեւոր է դուք ինքներդ ձեզ պատասխան տաք, երբ ստանում եք ձեր հանդեպ անհարգալից մոտեցում։ Սա միայն ընտանիքի ներսում չի իդեպ վերաբերվում։ Կին վարորդները, երբ տղամարդ վարորդների կողմից ստանում են անհարգալից վերաբերմունք, հա, ինչ որ անշնորհք վարք, մի խոսքով, փորձեն հասկանալ փորձեն դրա հետ գործ ունենալ, արձագանքել։ Ես հաճախ տեսնում եմ, որ կանայք իրենք էլ են արձագանքում ու կարծես ինչ-որ ցած կորցնում են իրենց այդ կանացիություն ու տղամարդու հետ ուղղակի նայել, դիտարկում անել, գնահատել մարդու վարքը ու անցնել առաջ։ Մարդը խոսում է, մարդը իր վարքով միշտ պատմում է իր մասին։ Մարդու վարքը երբեք ձեզ ուղղված չի, որովհետև յուրաքանչյուրս կիսվում ենք մեր բովանդակությամբ։ Եթե մարդը անկիրթ է, անմտություն է նրանից պահանջել կիրթ բարեհամբույր վերաբերմունք։ Մարդը չգիտի դրա մասին։ Ուղղակի դուք եք արդեն որոշում ինչ դիստանցիայով եւ ինչ կերպ դրա հետ գործ ունենալ։ Հիշելով Գրիբաեդովին Գորիատումա, այնտեղ ինչ տեղի ունեցավ, չէ՞, վերջում պարտվում է միևնույնն է խելացին։ Առհասարակ, կարծեմ Կոնֆուցին էր ասել, թե երևի որպեսզի չսխալվեմ հստակ չասեմով, որ եթե վեճ է լինում, միշտ պարտվելու է խելացին։ Ինչու՞։ Ով սրտի դա այդպես է։ Այո, այս սա հաշվի առնելով մեզ դարեր առաջ դրա մասին ասել են։ Հաշվի առնելով պետք է խնայել սեփական ռեսուրսները հոգեկան։ Չիջնել այդ մակարդակին։ Որովհետև եթե իջնել, նշանակում է ես այնտեղ չեմ ճանաչում ինչ օրենքներ են, այդ համակարգը չգիտեմ ինչպես է աշխատում։ Եվ եթե ես այնտեղ իջնեմ, իսկ խժռեն, բայց հակառակ բանն էլ ասեմ,
անմտություն է նաև դիմացինին ստիպել, որ քո մակարդակին հասնի, մարդը չի կարող, թևեր չունի, ինչպես թռչի այդտեղ։ Պայքարել առհասարակ ոչ մի բանի հետ պետք չի, պետք է կատարել վերլուծություն, հուզական ինտելեկտը զարգացնել, սոցիալական, կինետիկ, ինտելեկտի զարգացումը հնարավորություն է տալիս հստակ տվյալ իրավիճակը գնահատել ներսում, ներքին վերլուծության արդյունքում առանց բարձրաձայնելու եւ այլն ու փորձել սեփական սահմանները լավագույնը ձեր համար պաշտպանել իհարկե հարգալից դիմացինի հանդեպ։ Երբ որ ես իմ փորձառությունը բերեմ, քանի որ այն հարցը տվեցիք, հա, հոգեբան լինել ինչպես է օգնում։ Երբ ես զգում եմ իմ սահմանները արդեն խախտվում են, ինչ որ այնտեղ կարմիր լույս է վառվում, շատ հարգալից դիմացինին վերադարձնում եմ իր պատասխանատվությունը։ Հետևյալ բառերով, օրինակ, հա, որպես կանոն կարող են բոլորը սա օգտագործել, որ հիմա քո այս վարքը ինձ այս կամ այն հոգեվիճակի մեջ դրեց ու ես այս վարքի պատճառով ստիպված եմ այս կամ այն ապրել։ Ոչ թե դիմացինին այսպես ճակատային մեղադրեցի երեխայի պոզիցիայից ու պատասխանատվություն դրեցի, որ դու իմ դժբախտության պատճառ ես, ոչ, ես նրան տեղեկացրեցի, հայելի տվեցի, ցույց տվեցի, որ տես քո այս վարքը դու չենք վերագրում եսին։ Մեր վարքը մեր եսը չի։ Քո այս վարքը ինձ ստիպեց, որ ես այսինչը զգամ։ Մարդուն տեղեկացված ենք դարձնում, քանի որ դա իր կուր զոնան է, ինքը հուզական ընտանեկան հա կոնֆլիկտի ժամանակ կին տղամարդ հարաբերություն կինը կամ տղամարդը ինչ որ իրավիճակ եղել ջղայնացած է այս դեպքում մյուսը սիրալի ինչ որ բան է հարցնում նա ինչ որ զայրացած է չէ պատասխանում սկսվեց պետք է հասկանալ սիտուացիան մարդուն ստեղծեց որ այս հոգեվիճակից քեզ պատասխանի ուղղակի իրան ասա գիտես հիմա ասեն զայրացած ինձ պատասխանեցիր ես դրա մի տեսակ դա ինձ վիրավորեց քո պատասխանը ինձ վիրավորեց դու չէ Այստեղ շատ կարևոր է նեյրոլինգվիստիկան, թե մենք բառը ոնց ենք լսում եւ ինչ process-ա մեր մոտ արդեն պատկեր է գալիս, հա, ու գնաց։ Սկսվում է մի հատ հետաքրքիր ֆիլմ։ Դրա համար հենց ի սկզբանե պետք է դիմացինին վերադարձնել, որ հիմա իմ սահմանները քո կողմից խախտված են, ես դա թույլ չեմ տա։ Իմ համար դա ընդունելի չի։ Վերջ։ Քանի որ ժամանակը սուղ է, խոսենք նաև իդեալական կնոջ մասին եւ այսքանով ավարտենք թեման։ Իդեալական կին ասելով ես չակերտավոր իդեալական կնոջ մասին եմ ասում, որովհետեւ մեր օրերում սոցցանցերում շատերը տեսնում են, որ տեսեք, այսինչ մարդը սա է անում, նա է անում, իսկ ես չեմ կարող, բայց եկեք հասկանանք, որ նորմալ է չհասցնելը, չկարողանալը կամ չցանկանալը այդ պահին։ Խոսենք սրա մասին։ Այո, շատ ակտուալ, կարևոր թեմա եք բարձրացնում այդ սոցհարթակներում, հա։ Ցանկացած կին պիտի հասկանա, որ իդեալական կնոջ կերպարը մատուցում են ինչ նպատակով։ Ինչ է դա հետապնդում։ Ինչ է իդեալական կին, ես ուզում հասկանամ, չեմ կարող։ Իդեալական կինը նա է ըստ շաբլոնի, հա, որ ներկայացվում է, որ ինքը միշտ խնամված է, որ ինքը ամեն ինչ հասցնում է, ինքը հասցնում է նաև իր զարգացմամբ զբաղվել, ինքը ունի, ինքը իդեալ, եկեք դերերով դիտարկենք, ինքը իդեալական կին է, իդեալական մայր է, իդեալական ժենա, հա, որպես կին այդ կառմը, ոչ թե ժենշինա, ընկեր, այո, գործընկեր, ինչ որ եւ այլն, դա ամեններ իդեալական։ Դուստր է նաև, հա, դա անհավանական է, դա անհնար է, նախ 24 ժամ է մեր ժամանակը, որտեղ մենք ունենք բիոռիթմեր, մեզ պետք է հանգստանալ, դա անհավանական, անհնար է։ Մարդիկ դա անում են նրա համար, որպիսի ինչ-որ բրենդ են ներկայացնում, որպիսի վաճառեն։ Self branding-ի ժամանակաշրջանում ենք մենք ապրում, այդ ամեն արվում է նրա համար, ինչ-որ բան վաճառելու, ինչ-որ կուրսեր են վաճառում, ինչ-որ, չգիտեմ, ապրանքան նիշի մասին է խոսքը, որ ինքը ներկայացնում է սա։ Պետք է հասկանալ ինչ նպատակով կամ ուղղակի թիթիզանում է, ես սեփական չփորձեմ սա ընդհանրացնել, բոլորին չի վերաբերվում բնականաբար, ոմանք, որ սեփական թերարժեքությունը այդ կերպ ուզում են ցույց տալ։ Սա շատ կարևոր հարց է, ինչի է պետք մարդուն ցույց տալ, թե ինչ շքեղ կյանքով է ինքը ապրում։ Շքեղ ապրող, իրապես շքեղ կյանքով ապրող մարդիկ սոցիալական ցանցեր էլ չունեն նույնիսկ, օй։ Սոցիալական, այո, սոցիալական ցանցեր էլ չունեն նույնիսկ։ Իրենք ապրում են իրենց կյանքը, ժամանակ չունեն դա նկարելու, մոնտաժելու եւ ցուցադրելու, հա։ Դրա համար հանգիստ թողեք ձեզ, վայելեք պահը, թույլ տվեք ձեզ լինել թերի, թույլ տվեք ձեզ լինել բնական, այսինքն իսկական։ Շնորհակալություն զրույցի համար, իհարկե ամեն ինչ հարաբերական է, դա եւս հիշենք, որովհետեւ Ալբերտ Էյնշտեյնին է հիշեցինք։ Թող լինեն իդեալական տղամարդիկ, թող որ լինեն։ Կարևորը դուք թույլ տվեք։ Շնորհակալություն զրույցի համար, մենք գնանք գովազդ դիտելու։
Այսօր այսքանը ձգտեք իդեալին, բայց հասկացեք, որ անպայման չի իդեալական լինելը, կամ դա անհնարին է պարզապես։ Եղեք առողջ, ժպտացեք եւ վայելեք ձեր օրը պարզապես։ Հաջողություն։ Ցե։